Newsweek պարբերականն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրին։ Ըստ պարբերականի, Թրամփի մոտեցումը, որը ժողովրդավարական արժեքներից վեր է դասում տնտեսական շահերը, Հայաստանին թողնում է մեկուսացված ու խոցելի Իլհամ Ալիևի ռեժիմի դեմ։ Պարբերականը պնդել է, որ այս փաստաթուղթը ոչ թե խաղաղության ուղի է, այլ դիվանագիտությամբ քողարկված կապիտուլյացիա։ Համաձայնագրի առանցքային ու վիճահարույց մասը Թրամփի երթուղին Newsweek-ը որակել է կախվածության միջանցք եւ մահացու հարված Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Այս գործարքը պարբերականի պնդմամբ Հայաստանը վերածում է վասալ պետության, նպաստելով Կասպիական նավթի հոսքին դեպի Եվրոպա, երկրի սեփական անկախության հաշվին։ Հոդվածում շեշտվել է, որ փաստաթղթում չի խոսվում Արցախից ավելի քան 120,000 հայերի էթնիկ ստումների մասին, ինչպես նաև նախատեսում է դադարեցնել Ադրբեջանի դեմ միջազգային դատական գործերը, դրանով իսկ սրբացնելով պատերազմական հանցագործությունները։ Միաժամանակ Ադրբեջանը շարունակում է պահել հայ ռազմագերիներին ու իրականացնել մշակութային ցեղասպանություն, ոչնչացնելով հայկական ինքնության հետքերը։ Ըստ Newsweek-ի, սա ոչ թե խաղաղության համաձայնագիր է, այլ տնտեսական գրավ Հայաստանի ապագայի վրա, որտեղ կոսարադրույքները սահմանում են թշնամիները։ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկով բեռնված վագոններ են ուղարկվել Հայաստան, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 25 վագոն, մոտ 1746 տոննա ընդհանուր քաշով։ Պարոն քաղաքապետ, բոլոր սարքերը արդեն տեղադրված են։ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի նկատմամբ, հայտնել է հետքը։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը հաստատել է, որ քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկի նկատմամբ դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել։ Որպես խափանամիջոց կիրառվել է երկրից բացակայելու արգելքը, ինչպես նաև կասեցվել է պաշտոնյայի պաշտոնավարումը։ Ըստ հետքի քրեական գործի պատճառը դատարանի որոշումը անտեսելն է եւ նոր մրցույթ չհայտարարելը։ Ամեն ինչ սկսվել է 2023 թվականին, երբ քաղաքապետարանը ճանապարհային նշանների տեղադրման պայմանագիր էր կնքել Impex SP-ի հետ։ Մրցույթի մյուս մասնակիցը Region Stroy Service-ը չէր համաձայնել արդյունքների հետ եւ դիմել էր դատարան։ Չնայած դատական վեճը ընթացքի մեջ էր, քաղաքապետարանը շրջանցել է օրենքը եւ հրատապության պատճառաբանությամբ առանց նոր մրցույթի պայմանագիրը կնքել էր հենց նույն ընկերության հետ։ Մայրաթորը խստորեն դատապարտել է սահմանադրության եւ օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը եկեղեցու ներքին գործերին, որով քրեական վարույթ է նախաձեռնվել եւ քրեական հետապնդում հարուցվել Գերագույն հոգեվոր խորհրդի հոգեվորական անդամների նկատմամբ։ Դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով ասված է Մայրաթորի հայտարարությունում։ Նավթ Իրան ջազեվե դերը Գազը Իրան ջազեվե դերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Իրանի հոգեվոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի միջև հերակա բանակռիվը սրվում է։ Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում կվերածվի տարածաշրջանային մեծ պատերազմի։ Սիասետ դասշուն բուդ, ամնիյət դասշուն բուդ։ Նրա խոսքով Վաշինգտոնը պետք է գիտակցի նման քայլի հետևանքները։ Արձագանքելով Իրանին, Թրամփը նշել է. իհարկե նա այդպես պիտի ասեր։ Չնայած լարվածությանը Միացյալ Նահանգների ղեկավարը հույս ունի, որ մի քանի օրից կողմերը համաձայնության կգնան։ Նա երկու հիմնական պահանջ է դրել. Իրանը չպետք է ունենա միջուկային զենք եւ իշխանությունները պետք է դադարեցնեն ցուցարարների սպանությունները։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին զգուշացրել է, որ պատերազմը աղետ կլինի բոլորի համար։ Ամերիկյան բազաները ցրված են ամբողջ տարածաշրջանում։ Սա նշանակում է, որ հակամարտության մեջ անխուսափելիորեն կներքաշվեն բազմաթիվ երկրներ, շեշտել է նախարարը։ Արաղչին վերահաստատել է Իրանի դիրքորոշումը։ Երկրի պաշտպանական եւ հրթիռային հնարավորությունները երբեք չեն դառնա բանակցությունների առարկա։ Այդուհանդերձ Թեհրանը պատրաստ է դիվանագիտական երկխոսության, եթե չոտնահարվեն իր օրինական շահերը։ Ռուսական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Զապորոժիե քաղաքի ծննդատանը, նախնական տեղեկություններով կա 6 վիրավոր։ Հարվածների հետևանքով ավելի քան 1 տասնյակ մարդ է զոհվել Դնեպրոպետրովսկի մարզում։ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի աջակցությամբ Ուկրաինայի եւ Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ բանակցությունները տեղի կունենան հաջորդ շաբաթ, փետրվարի 4-ին եւ 5-ին Աբու Դաբիում։
Ալյասկայի բնակիչներն ու զբոսաշրջիկները ականատես են եղել բնության հազվագյուտ եւ հիասքանչ տեսարանի։ Երկնքում միաժամանակ շողացել է 4 արև։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են ձյունածածկ դաշտերի վրա վառ կարմիր մայրամուտի ֆոնին իրար կողքի շարված 4 լուսատուներ։ Այս արտասովոր օպտիկական երևույթը գիտականորեն բացատրվում է որպես պարհելիոն կամ կեղծ արևներ։ Այն տեղի ունենում խիստ ցուրտ եղանակին, երբ մթնոլորտը հագեցած է լինում սառցե բյուրեղներով։ Այդ բյուրեղները յուրօրինակ պրիզմայի դեր են կատարում, բեկելով արևի լույսը եւ ստեղծելով իրական արևի կողքին լրացուցիչ լուսավոր կետեր։